Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համարոտ։ Սահմանադրական դատարանը նոր անդամ ունի։ Արևմտյան Ադրբեջան խոսույթից սահմանադրական հիմքեր, ինչ իրական նպատակներ են թաքնված այս քաղաքականության հետևում, խաղաղություն թե հերթական պահանջների փուլ։ Մերձավոր Արևելքում պատերազմը սպառնում է վնասել Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի մշակութային ժառանգությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարություն է տարածել։ Նավթի նախկին գնին վերադարձ չի լինի, մինչև Իրանի պահանջները չբավարարվեն, ինչ է հայտարարել Թեհրանը։ Ազգային ժողովում կայացած փակ քվեարկության արդյունքում Վլադիմիր Վարդանյանին ընտրել են Սահմանադրական դատարանի դատավոր։ Թեկնածությանը կողմ էր քվեարկել 67 պատգամավոր։ Հիշեցնեմ, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար առաջարկել էր Վարդանյանի թեկնածությունը։ Ավելի վաղ Վարդանյանը դադարեցրել է անդամակցությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը։ Ազգային ժողովի հերթական քառօրյա նստաշրջանը շատ բուռն է սկսել։ Նիստերի ընթացքում լեզվակռիվների պակաս չի եղել։ Այս անգամ բախումը նախկին թիմակցի հետ էր։ Ալեն Սիմոնյանը խոսել է Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու մասին։ Մի հետաքրքիր, համ ծիծաղելի, համ նողկալի դեպք է տեղի ունեցել։ Պատգամավորներից մեկը դուրս էր եկել անհետ կորածների ծնողների մոտ եւ ասում էր, որ դե դիմացեք 2 ամիս բան մնաց, հեսա ձեզ ռատ կանենք կեթակ, հեսա Նիկոլին ռատ կանենք իր ընկերներով կեթան, ու դա անում էր Հակոբ Ասլանյանը։ Ու գիտեք ինչ է հիշեցի, թե ոնց էր մեր խմբակցության նիստի ժամանակ լաց լինում եւ աղաչում, որ ինքը մնա մեր խմբակցության մեջ։ Այնուամենայնիվ ամոթ է, ձեզ հավաք պահեք։ Զուգահեռ քաղաքական դաշտը խոսում է քաղաքացիական պայմանագրի դաշտ գցած սպառնալիքների մասին։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսել է պատերազմ եւ խաղաղություն դիսկուրսի մասին, որը կրկին ակտիվացրել է իշխող ուժը։ Քոչարյանի խոսքով Փաշինյանը խոսում է խաղաղության պայմանագրի մասին, որը գոյություն չունի։ Սա էլ մանիպուլյացիա է, կամ մի թուղթ, որն իրավական ուժ չունի եւ դրա մասին այնքան են խոսել, որ կարծես թուղթ է դարձել։ Հիմա այդ թղթի վերաբերյալ կանխատեսումներ են անում, ասել է երկրորդ նախագահը։ Հենց ինքն է խաղաղության թշնամին։ Նիկոլ Փաշինյանը այսօր խաղաղության ամենից մեծ թշնամին է եւ սպառնալիք է ուղղակի։ Հենց այն պատճառով, որ չի հասկանում ինչ անում։ Մենք ասում ենք, մենք բերելու ենք երաշխավորված խաղաղություն։ Եվ երաշխիքային համակարգը ես ուղղակի համոզված եմ, շատ կարճ ժամանակում կարելի է ներդնել։ 20 թվականի պատերազմը չպետք է լիներ։ 20 թվականի պատերազմը նույնիսկ եղած ժամանակ մենք չպետք է պարտվեինք։ Տարբերությունը այդպիսինը չէր, որը պետք է բերեր նման կարգի պարտության։ 21 թվականը եթե ԿՊ-ն մեծամասնություն չունենար խորհրդարանում, Ղարաբաղը մենք չէինք կորցնի։ Սա ես շատ մեծ վստահությամբ եմ ասում եւ համոզված եմ, որ այդպես է։ Կորցրեցինք մեկ պատճառով։ Մի մարդ որոշեց, որ ինքը կարող է գնալ եւ ճանաչել Ղարաբաղը Արցախը Ադրբեջանի կազմում։ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ անդրադարձել է քաղաքացիական պայմանագրի սպառնալիքին։ Նրա խոսքով Փաշինյանը փորձում է սեփականաշնորհել խաղաղության գաղափարը իր թիմը համարելով խաղաղության կուսակցություն, մինչդեռ ըստ Զուրաբյանի Փաշինյանի ղեկավարած ուժը պատերազմի կուսակցության մարմնավորումն է։ 44-օրյա պատերազմը քո քաղաքականության մարմնավորումն է։ 2022 թվականի բախումները քո քաղաքականության մարմնավորումն են։ Արցախի էթնիկ զտումը քո քաղաքականության մարմնավորումն է։ Պատերազմի վտանգը Հայաստանի վրա կախված պահելը քո քաղաքականության մարմնավորումն է։ Ավելի մեծ պատերազմի կուսակցություն, քան դու ես, դեռ չի եղել։ Դուք խաղաղության կուսակցություն չեք։ Դուք պատերազմի եւ նվաստացման կուսակցության ամենադաժան մարմնավորումն եք։
Եվ խաղաղության հերթական դրսևորումը ադրբեջանական ապագործակալությունը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված 5 վագոն կուղարկեն Հայաստան։ Պետք է նշել, որ հացահատիկը, պարարտանյութերը եւ այլ ապրանքներ բարբերաբար տարանցիկ կերպով տեղափոխվում են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Իսկ ինչ պահանջ կամ ավելի ճիշտ պահանջներ կան այս խաղաղության դիմաց։ Կան բառեր, ազգային նպատակներ ու գաղափարներ, որոնցից Բաքուն ուզում է, որ հրաժարվենք։ Արցախ, հավաքական վերադարձ, սուվերեն տարածքի նկատմամբ իրավունքներ։ Այս պահանջների ցուցակը գնալով ընդլայնվում է։ Ադրբեջանն այս ամենը փաթեթավորում է պատմական արդարության օրակարգի մեջ։ Սյունիքից Վայոց ձոր ձգվող այս խոսույթը ըստ փորձագետների ոչ միայն քարոզչություն է, այլև հստակ ձևակերպված տարածքային պահանջ։ Ինչ է թաքնված այս քաղաքականության հետևում եւ որքանով է իրական խաղաղության հասնելը, երբ հայտարարություններն ու գործողությունները չեն համընկնում, Անիա Բաղյանի ռեպորտաժում։ Ադրբեջանը հայտարարում է խաղաղության մասին, սակայն իր քաղաքական օրակարգում շարունակում է առաջ տանել իր այսպես կոչված պատմական արդարության վերականգնման ճանապարհը, որն անցնում է Սյունիքի եւ Վայոց ձորի միջով։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նշում է, խոսույթն ակտիվացել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Մինչև վերջին իրադարձությունները Ադրբեջանի ղեկավարը տարբեր դրվագներով ասում էր, որ Երևանը, Սևանը եւ Սյունիքի իրենց պատմական տարածքներն են, հիմա իրենք ամբողջ Հայաստանի Հանրապետությունն են համարում իրենց պատմական հող եւ 2022 թվականի դեկտեմբեր 24-ին Իլհամ Ալիևը առաջին անգամ նման հայտարարություն արեց, որ Հայաստան անունով պետություն գոյություն չի ունեցել, Հայաստանը մեր պատմական հողն է։ Այդպիսի հայտարարություն Իլհամ Ալիևը նախորդիվ չէր արել։ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքները եւ վերադարձնելու մասին կարծես չի էլ խոսվում։ Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը նկատում է, Ադրբեջանը իր սահմանադրությունում գրչով ընդունում է հարևան պետությունների տարածքային ամբողջականությունը, գետնի վրա խախտում այն։ Ադրբեջանը պարբերաբար օկուպացնում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, ու իմ խորը համոզմունքով դա արվում է լուր համաձայնությամբ այսօրվա կառավարությամբ։ Խնդիրը այստեղ գիտեք որն է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը կտրված է Հայաստանի շահերից, իրականությունից եւ ժողովրդից։ Մինչ Հայաստանի գործող իշխանությունը փորձում է շրջանառությունից դուրս բերել հայկական Արցախը անգամ որպես բառ, Ադրբեջանը պետական մակարդակով քարոզչություն է անում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը կոչելով Արևմտյան Ադրբեջան։ Տաթև Հայրապետյանը Բաքվի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից գրառում է հիշեցնում 1918 թվականի մայիսի 28-ին անկախության հռչակագրի ընդունմամբ հիմնադրվեց մուսուլմանական աշխարհում առաջին խորհրդարանական ժողովրդավարությունը Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ինքնիշխան տարածքը կազմում էր 114,000 քառակուսի կիլոմետր։ Սա տարածքային հստակ պահանջ է, ընդգծում է Հայրապետյանը։ Ադրբեջանը անընդհատ ինչ-որ փորձեր է անում Հայաստանի սահմանադրության մեջ եւ այլ դրվագներով խնդիրներ տեսնել իբրև խաղաղության հաստատման ճանապարհին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը շատ անթակույց մեր դեմ մշակում է հստակ սավթողական հայեցակարգ, քաղաքական, կրթական, ակադեմիական տարբեր մակարդակներով, բայց Հայաստանի իշխանությունները դա որևէ կերպ չեն օգտագործում Ադրբեջանի դեմ, որևէ կերպ մեր միջազգային գործընկերների հետ չեն կոմունիկացնում, որ դա խոչընդոտ է խաղաղությանը։ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ունեցած տարածքային նկրտումներն արձանագրված են նաև Ադրբեջանի սահմանադրությունում։ Սա հայտարարել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ասել. Մենք սա չենք ասում ուղղակի հայելային սկզբունքով մտահոգություն հայտնելու կամ պայման ապահովելու նպատակով։ Ես կարող եմ բացատրել. Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հղում է կատարում անկախության հռչակագրին, այն փաստաթղթին, որով Ադրբեջանի Հանրապետությունը հռչակում է իրեն որպես Ադրբեջանի առաջին ժողովրդավարական հանրապետության իրավահաջորդ։ Եվ մենք բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը հռչակվել է իր ինքնիշխանության շատ ավելի մեծ տարածքների վրա, քան այսօրվա Ադրբեջանի հանրապետությունն է, ներառյալ Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքների շուրջ 60%-ի վրա կամ ավելի։ Մինչ Հայաստանում նոր սահմանադրության տեքստի վրա են աշխատում, Ադրբեջանը չի էլ պատրաստվում որևէ փոփոխություն կատարել իր սահմանադրությունում։ Իրավական հարթակում Ադրբեջանի հռչակած սկզբունքներն ու քաղաքական պրակտիկան հաճախ չեն համընկնում։ Մինչ երկրները հայտարարում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին, քաղաքական խոսույթում եւ գործողություններում շարունակվում են փոխադարձ անվստահությունն ու հակասությունները։ Փորձագետների գնահատմամբ այս անհամապատասխանությունը ոչ միայն բարդացնում է բանակցային գործընթացը, այլև թույլ չի տալիս ձևավորել կայուն եւ կանխատեսելի խաղաղության միջավայր։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Հրապարակ թերթի գլխավոր խմբագիր Արմին Օհանյանը հայտնել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չեն հարուցել։ Նման որոշում է կայացրել դատախազությունը քննչական կոմիտեի քննիչի զեկուցագրի հիման վրա։ Հիշեցնեմ, որ վարույթը նախաձեռնել էին 2024 թվականի դեկտեմբերի 12-ի իր խմբագրականի հիման վրա եւ տևել է ավելի քան 1 տարի։ Տեքստը ենթարկվել է դատալեզվաբանական եւ դատահոգեբանական փորձաքննության, որի արդյունքում փորձագետները եզրակացրել են, որ այն չի պարունակում բռնության կոչեր կամ քարոզ։ Ես հույս ունեի, որ ինձ հատկապես չսիրող մի արարած, ասենք նրանցից մեկը, ում մենք քննադատում ենք, դիմում է գրել դատախազություն, հաղորդում տվել հանցագործության մասին եւ վարույթն այդ հիմքով են նախաձեռնել։ Պարզվեց ոչ, հենց գլխավոր դատախազությունն է դիմել ոստիկանություն, ապա քննչական կոմիտե վարույթ նախաձեռնելու առաջարկով։ Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ այդ վարույթի հետևում հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնած։ Պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ հայտնել է, որ առաջին ատյանի դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը։ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը դատարանը փոխել է վարչական հսկողության, հրապարակային խոսքի արգելքի պայմանով։ Իրանի Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարել է, որ նավթի նախկին գնին կամ նախկին կարգին վերադարձ չի լինի, մինչև Իրանի պահանջները չբավարարվեն։ Սա տեղի կունենա, երբ ձեր կեղտոտ մտքերից ամբողջությամբ ջնջվի Իրանի դեմ գործողություններ ձեռնարկելու միտքը, ասել է խոսնակը։ Իրանը հայտարարել է, որ անհրաժեշտ է եւ պատրաստ է պետությունների դաշինք ստեղծել տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու եւ ռազմական գործակցությունը զարգացնելու համար, առանց ԱՄՆ-ի եւ Իսրայելի մասնակցության։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները երբեք կարիք չեն ունենա հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող պետության, որը կապահովի իրենց անվտանգությունը, մի պետության, որը Իսրայելի անվտանգությունն ու շահերը դնում է ամեն ինչից վեր։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև պատերազմն ապացուցում է, որ իր երկիրը ճիշտ որոշում է կայացրել պահպանելով իր միջուկային զենքը։ Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովում ունեցած ելույթում Կիմ Չեն Ընը մեղադրել է Վաշինգտոնին պետության հովանավորած ահաբեկության եւ ագրեսիայի համար։ Նա նշել է, որ ներկայիս վիճակը հստակ ապացուցում է, որ Հյուսիսային Կորեան ճիշտ էր, երբ մերժել է ԱՄՆ-ի ճնշումներն ու քաղցր խոսքերը, որոնցով իրեն համոզում էին հրաժարվել միջուկային զինանոցից։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ It's like take me. Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են։ Նրա խոսքով Իրանն արդեն ընդունել է ամերիկյան կողմի հիմնական պահանջը, այն է երբեք չունենալ միջուկային զենք։ Չէի ցանկանա սա ասել, բայց մենք հաղթել ենք այս պատերազմում, լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։ Ի պատասխան իրանցի գեներալ Ալի Ակբար Ահմադյանն ասել է. «Մենք միայն մի ուղերձ ունենք ամերիկացի զինվորներին, ավելի մոտ եկեք»։ Իրանը կխորտակի ամերիկյան նավերն Արաբական ծոցում, եթե Միացյալ Նահանգները հարձակվի իրանական ենթակառուցվածքների վրա, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա Մոհսեն Ռեզային։ Ամերիկան փրկելու վերջնաժամկետը մոտենում է եւ շատ ժամանակ չի մնացել Միացյալ Նահանգներն այս ճահճից փրկելու համար, ասել է Ռեզային։ Մենք չենք ուզում, որ այս պատերազմը վերաճի տարածաշրջանի երկրների միջև հյուծման պատերազմի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Չնայած սա Իսրայելի պատերազմն է, ամբողջ աշխարհն է վճարում դրա համար, ասել է նա։ Էրդողանը նշել է, որ Նեթանյահուի գլխավորած կոտորածների ցանցը պետք է անհապաղ կանգնեցվի հանուն տարածաշրջանային խաղաղության եւ մարդկության։ Լիբանանն Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին անցանկալի անձ է ճանաչել նրան մինչև Կիրակի երկիրը լքելու ժամանակ տալով։ Շեյբանին այդ պաշտոնում նշանակվել էր այս տարվա փետրվարին եւ դեռ չէր ներկայացրել իր հավատարմագրերը։ Միևնույն ժամանակ Լիբանանի արտգործնախարարությունը խորհրդակցությունների նպատակով կանչել է Իրանում Լիբանանի դեսպանին, նշելով, որ Թեհրանը խախտել է երկու երկրների միջև դիվանագիտական նորմերը եւ ընդունված գործելակերպը։ Իսրայելը ողջունել է Լիբանանից Իրանի դեսպանի արտակ
արտաքսումը։ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը դեսպանի արտաքսումն արդարացված է համարել Հեզբոլլահ խմբավորման Իրանի աջակցության պատճառով։ Ռուսաստանը պատրաստ է միանալ Իրանի շուրջ միջնորդական ջանքերին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Մենք նույնպես պատրաստ ենք միանալ միջնորդական ջանքերին։ Այժմ քննարկում ենք այս բոլոր հարցերը եւ իհարկե մեր գնահատականներն ու տեսակետները փոխանցում ենք ինչպես իրանցիներին, այնպես էլ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ պետություններին, նշել է Լավրովը։ Պակիստանը նույնպես պատրաստ է հարթակ տրամադրել Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների համար, հայտարարել է երկրի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Գրառումից կարճ ժամանակ անց Միացյալ Նահանգների նախագահը վերահրապարակել է այն։ Шановні українці, українки, сьогодні фактично всю добу Եվ վերջում Ուկրաինայում հակամարտությունը կարող է տևել եւս 3 տարի, կարծում է Վլադիմիր Զելենսկին։ Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, նա հանձնարարել է Գերագույն Ռադային պատրաստել խորհրդարանի աշխատանքային պլան, եթե Ուկրաինան ստիպված լինի պայքարել եւս 3 տարի։ Զարա Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Եվ վերջում առնվազն 15 երկրներում, այդ թվում Հայաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում մշակութային ժառանգության վայրերը վտանգի տակ են Մերձավոր Արևելքում ընթացող մարտական գործողությունների պատճառով։ ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունը հայտարարություն է տարածել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաեւ զգուշացնում է, որ հնարավոր է վնաս հասցվի Հայաստանին, Ադրբեջանին, Բահրեյնին, Իրաքին, Հորդանանին, Քուվեյթին, Օմանին, Պաղեստինին, Քաթարին, Սաուդյան Արաբիային, Սիրիային, Թուրքիային, Արաբական Միացյալ Էմիրություններին, Եմենին եւ Կիպրոսին։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է։